Ված ենք լինում շատ ժամանակ, քննությանը հետաքրքրող շատ հարցեր, մեկ րոպե ներողություն, ընտանիքի անդամների հետ կապված մեկ խնդիր է, հիմա կանրադառնամ։ Ինֆորմացիա ստացաք։ Ձերքական 72 ժամով։ Ում։ Հորեղբորը։ Հորեղբորը ձերբակալեցին, մինչդեռ պիտի մանկապիղծերի ձերբակալեն։ Չէ, դեռ ընդեղ է, բայց Ամեն դեպքում ինքը բաժնում է առավոտից։ Չէ, դեռևս չկա, հիմա կասեմ։ Տեսեք, հանցագործության այս կարգի հանցագործության նկատմամբ այս կարգի փոխկրությունը ծնեց եւս երկու դեպք։ Հորեղբոր մասով արդեն ասեցի, որ հորեղբայրը այդ դեպքը տեղի ունեցել։ Երեք ուրեմն մենք մեր հարցազրույցում ես եւ Լուսինեն ներկայացրեցինք, որ երեք մենք որևէ ծանոթագիր չենք ստացել վերի քննչական բաժին այցելելու համար, այլ մենք էինք զանգել քննիչներին, այցելելու նրանց եւ տեսնելու վարույթի ընթացքը ինչպես է տեղի ունենում։ Այնտեղ մեզ ասեցին, որ եթե հնարավոր է կարող եք քույրերին բերել այսօր հարցաքննության, քանի որ քույրերից փոքրը խորը հոգեբանական դեպրեսիայի մեջ է եւ նա ընդհանրապես կոմունիկացման եւ խոսելու հետ կապված արդեն խնդիրներ է առաջացել, ընդ որում երեխայի մոտ խնդիրներ առաջացել է այս դեպքերից հետո, կարողացանք հազիվ ապահովել 17 տարեկան աղջկա հարցաքննությունը, ինչպես նաեւ առերեսումները։ Երեխային կարողացանք այդ ամենը բերել ներկայացնել միայն այն պատճառով, որ երեխան անընդհատ ասում էր, որ ես վախենում եմ։ Մենք նրան խոսք տվեցինք, իհարկե մեր խոստումը կապված էր նաև քննչական մարմիններից մեզ տրված խոստման հիմքով, որ դու այլևս չես տեսնելու իրենց, դու չես տեսնելու այդ մարդկանց, ովքեր քեզ այդ աշճանից հավացրել են, եւ այստեղ բոլորը քեզ պաշտպանելու են։ Եվ հետո, երբ որ առերեսումները տեղի ունեցավ, բնականաբար երեխան լսեց, որ ասեցին դե այսօր իրան բաց կթողնեն, հիմա ոչ մի բան չկա, իրանք վկայի կարգավիճակում են, ինչից մենք վրդովվեցինք եւ սկսեցինք այդ մասին բարձր խոսելը։ Աղջիկն էլ լսեց այդ ամենը եւ անցնելուց քննիչի մյուս կաբինետից տեսավ նրան։ Երեխան այդ պահին հայտնվեց այնպիսի հուզական վիճակում, լացելով, փաթաթվեց Լուսինեն հազիվ կարողացավ նրան քննչական մարմնից տանի նստացնի, որպեսզի կարողանան երեխուն նորից նորմալ վիճակի մեջ բերել։ Իհարկե նորմալը չակերտավոր։ Այսօր զանգ եմ ստացել նաև մյուս քննիչից, ում վարույթում գտնվում է 15 տարեկան Տիկին Էլբակյան։ Տարոն Ինձ թվում է պիտի հասարակությունը ճանաչի այս քննիչներին, մանավանդ Տարոն Միրզոյանն է ինձ զանգահարել եւ հրավիրել հարցաքննության, ասել է, որ ուզում ենք աղջկան հարցաքննենք, բերեք հարցաքննության։ Ես հայտնել եմ, որ ինչի մասին հայտնել էի նաև երեք, ինչի մասին նաև մայիսի 3-ին դիմում ենք ներկայացրել գլխավոր դատախազին, որ այս ահասարսուր դեպքով վեդու քննչական բաժնում կատարվում են ապօրինություններ, կատարվում են անգործություններ, ինչի հետևանքով վիճակը շատ ավելի բարդացել է եւ խնդրել էինք գլխավոր դատախազին, որպեսզի վարույթը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, որտեղ պատրաստ կլինեն հարցաքննվելու բոլոր այն վկաները, ովքեր որ այս դեպքի մասին տեղեկացված են, ինչպես նաև կներկայանան երեխաները։ Արդեն իսկ իրենց փաստաբաններով, օրինական ներկայացուցիչով, ինչպես որ կարգն է, ոչ թե այնպես, ինչպես որ տեղի էր ունեցել վեդի քննչական բաժնում։ Սակայն մենք բնականաբար վարույթի տեղափոխում տեղի չունեցավ եւ մենք երեք արդեն մասնակցեցինք այդ հարցաքննությանը, ինչի մասին արդեն խոսեցի։ Քննիչները տարբեր են եւ այսօր արդեն ասեցի մի քանի ժամ առաջ ինձ զանգել է քննիչը եւ ասեց, որ զանգել է բանից հետո, չէ, զավակներին զանգելուց հետո կարծում եմ զանգելուց։ Այս միջադեպը հենց այդ զանգի հետևանքը չէր։ Հիմա անդրադառնում եմ դրան, որ այդ զանգի հետևանքն է եղել։ Ինձ զանգելուց հետո ես տեղեկացրեցի, որ մենք քանի որ ունենք անվստահություն, մենք վեդի քննչական բաժնում հրաժարվում ենք ցանկացած քննչական եւ վարույթային գործողությունների մասնակցելու, քանի որ այդ մասին նաեւ գրել ենք մայիսի 3-ին գլխավոր դատախազին, նաեւ վաղը ձեզ միջնորդություն կներկայացնենք եւ մեր բացարկը կհայտնենք։ Ինձ զանգելուց հետո չեմ կարող ասել, որ Տարոն Միրզոյան քննիչն է զանգել, որովհետև ըստ հարազատների, ըստ հորաքրոջ ինձ տրված տեղեկատվության, Խաչատրյան ազգանունով մի անձ իր համարից զանգահարում է երեխաների հորը։ Հայրը չի պատասխանում, բայց
Չէ, վերցնում է հեռախոսը եւ որ տեղեկանում է, որ ոստիկանությունից է, եղբորը տեղեկացնում է, որ ոստիկանությունից զանգել են իրենց։ Դրանից անմիջապես հետո երեխաների հորեղբայրը հետ է զանգահարում այդ հեռախոսահամարով եւ ոմը ներկայացած Խաչատրյան ասում է, որ երեխեքին հենց հիմա մեքենային ուղարկում, երեխեքին վերցրեք, եկեք քննչական բաժին։ Ասում են, իսկ դուք փաստաբանների հետ կապվել եք, որ հիմա մեզ եք զանգում եւ կանչում եք, չգիտեմ արդեն ինչ խոսք ու զրույց է լինում, Խաչատրյանը այս ամբողջ ինֆորմացիան տալիս եմ հորաքրոջ կողմից տրված տեղեկատվության հիման վրա, բայց միանշանակ վստահ եմ, որ այդպես է տեղի ունենում, Խաչատրյանը սկսում է հայոյանքով խոսել հորեղբոր հետ։ Հորեղբոր հետ խոսելուց հետո հորեղբայրն ասում է, սպասի, ես կգամ։ Պատկերացրեք, որ արդեն հորեղբայրն է որոշում է երեխեքի ճակատագրով զբաղվել, բաշի քննչական մարմիններն ու օպերատիվ մարմինները ոչինչ չեն անում։ Դրանից հետո գնում է, այնտեղ խոսք ու զրույցի ընթացքում իրար հետ փոխադարձ հարվածներ է լինում եւ հենց այս պահին երեխաների հորեղբայրը գտնվում է ոստիկանության բաժնում, քննչականում դեռ չի։ Հորաքույրը երկու հաղորդագրություն է ուղարկել, որ հենց հիմա ազատ արձակեք եղբորս այդ մանկապիղծներին ընդամենը մի քանի ժամ հետո բաց եք թողնում, դեռևս պատասխանները չկա, այն SMS-ները ինչը որ հորաքույրը գրել է։ Պատկերացրեք հիմա ինչ է տեղի ունենում, եթե քննչական մարմինը իր տեղում լիներ, օպերատիվ բլոկը իր տեղում լիներ, այսօր չէր լինի նաև այս երկու դեպքերը, չէր լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, ես չեմ կարող ասել նաև միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որտեղ ըստ երեխեքի նկարագրությունների նաև նրանց նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել, դրա համար երեխաները վախեցել են, անընդհատ լռել են։ Այս քննությունը իրենք պետք է անեն։ Երբ որ երեք ես այս հարցը բարձրացնում եմ, ասում եմ, աղջիկը հակասական բաներ է ասել, մենք դրա համար չկարողացանք, որպեսզի այս մեղադրանքի հարցը լուծենք։ Ժողովուրդ ջան, այսինքն մենք այդ 17 տարեկան անչափահաս երեխեքի վրա ենք դնում եւ ընդհանրապես տուժողների վրա ենք դնում գործի բացահայտումը, հազարավոր գործեր ունեն երեխաքի ապացուցի, որ իրեն բռնաբարել են։ Իհարկե, իրանց պատկերացումով, հա։ Դե ստացվել է այդպես։ Ոչ ենք ստիպի, որ փորձակնության։ Իսկ ինչ հանգամանքներում են նախ ծածկվել էր փետրվարի 12-ի ահազանգը, սա նկատենք, նաև մեր գործընկերները հասկանան, որ առհասարակ չի եղել հաղորդագրություն ոչ փետրվարի 12-ին ու ոչ էլ ապրիլի 22-ին, որտեղ 24-ից ես եմ տեղեկացված այս դեպքին, մինչև ես սկսում էի հետաքրքրվել, դանակահարությունը տեղի ունեցավ։ Եվ այս ամբողջ ընթացքում իրենք լռություն են պահպանել, այլ պաշտոնապես ինչի իրավունքը չունեին։ Հաղորդումներ չի եղել ոստիկանության կողմից եւ ոստիկանության կողմից կոծկել բառը մենք ձևակերպում ենք նաեւ հենց այս հիմքերը հաշվի առնելով, բայց ժողովուրդը խոսել է փետրվարի 12-ից, մենք իմացանք դրա մասին շատ ավելի ուշ, երբ ազատությանն էին հայտնել, չէ՞, որ փետրվարի 12-ին դեպք եղել։ Ինչ հանգամանքներով են հարցաքննվել, ինչպես են հարցաքննվել, որ այդպես հակասական տեղեկատվություն է ստացվել։ Ըստ հարազատների մենք ընդհանրապես տեղեկացված չենք, որովհետեւ փետրվարի 12-ի վարույթով մեզ որևէ բան հայտնի չի, երեք թեպետ ամբողջ օրը մենք եղել ենք վեգի քննչական բաժնում, բայց փետրվարի 12-ի գործը քննող քննիչի հետ մեր հանդիպումը չկայացավ, թեպետ զբաղվածությունը շատ էր։ Այսօր ասում է աղջիկը հարցաքննվել է, երբ որ ես քննիչին հարց եմ տալիս, ասում է մասնակցել է առերեսման, հետո լրացուցիչ հարցաքննվել է, մի բան, որը մեզ համար անհայտ էր։ Շատ դժվար է, ես նորից կրկնում եմ, երեխան չի խոսում, երեխայից տեղեկատվություն ստանալը շատ բարդ է։ Երեխայի օրինական ներկայացուցիչը, մայրը, նույնպես ունի խնդիրներ, ով չգիտեմ ոնց են ճանաչել օրինական ներկայացուցիչ։ Բայց ամենազավեշտալին այստեղ այն է, որ ըստ հարազատների մեզ հայտնած տեղեկատվության երեխայի հարցաքննությունը տեղի է ունեցել միայն հոգեբանի եւ քննիչի մասնակցությամբ եւ առերեսումը տեղի է ունեցել հոգեբանի, քննիչի եւ երրորդ անձի բարերարի մասնակցությամբ առանց օրինական ներկայացուցիչի։ Ներողություն, ինձ ասացին հոգեբանը լիցենզիա չի ունեցել, չի մասնակցել։ Եթե Անին է եղել հոգեբան, լիցենզիա ունի, ով 3 մասնակցել է, ասում եմ, ես լիցենզիայի մասով չեմ կարող ասել, ասում են հոգեբան։ Պատկերացրեք, որ երեխայի հայրը դրսում կանգնած է եղել, երեխայի հորը թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի որպես օրինական ներկայացուցիչ։
հարցաքննություններին անգամ հարցաքննության անչափահաս երեխաների սեռական բնույթի հանցագործության զոհ դարձած երեխաների հարցաքննության կարգի չեն տիրապետում։ Քննիչները երկուսն էլ տղամարդ են։ Դատական բժիշկը տղամարդ է։ Երբ որ ես հարցնում եմ աղջիկ ջան, ինչի համար դատական բժշկի մոտ թույլ չես տվել, որ քեզ զննեն, ասում է ես վախեցա։ Տղամարդկանցից երեխաները ընդհանրապես վախ են զգում, եւ դա բնական է։ Խոսում ենք 15 եւ 17 տարեկան երեխեքի մասին։ Պատկերացնում եք, առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան երեխուն, այն մարդու դիմաց են նստացնում, ումից ինքը սարսափում է։ Երեք ասել մեզ այդ մասին այդ երեխան։ Ու ասում է, չէ, ես ինքը ինձ ոչ մի բան չի արել։ Երեք մեզ ասում է, ես չեմ կարող ասեմ, ես վախենում եմ։ Կներեք, մի էական բան ասացիք մինչև ասուլիսի սկսելը, քանի որ մենք անպայման ասում են դատաբժշկական փորձաքննություն, եւ այլ իհարկե գինեկոլոգի այցը դատաբժշկական փորձաքննություն չի, բայց ես գիտեմ, որ երեխաների ձեզ պատմածի հետ համընկնումներ են եղել։ Հարցը տալիս են, որովհետեւ արդեն քննչականը ինքն է նախաքննական գաղտնիքը, այսպես տրորել, հա։ Ուրեմն ձեզ ասեմ, 17 տարեկան աղջկա մասով կա արդեն դատաբժշկի եզրակացություն, 17 տարեկան աղջիկը զննվել է։ Եվ իրենք ունեն որոշակի հանգամանքներ, եզրակացությունը 3 են մեզ տրամադրել։ Եվ այդ եզրակացությունը արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրենց կողմից կոնկրետ գործողություններ կատարելու համար։ Այսինքն համընկել է աղջիկների պատմածի հետ։ Այո։ Ցուցմունքեր։ Այո։ Նույն անում են։ Ցուցմունքել եք, չէ՞, ոնց որ գինեկոլոգի։ Լրացուցիչ երեխաներին այո մեր միջոցներով մեր միջնորդությամբ տարվել է, երեխաները հետազոտվել են, դրա մասին զուտ ելնելով երեխաների շահերից չեմ ուզում խոսել, բայց այն ինչը հայտնաբերել ենք սարսափելի է։ Այսինքն ժամկետների հետ համընկնում, ասացնենք։ Ոչ միայն դա։ Իսկ բազմակետերը դնեմ, մնացածը դուք արդեն կարող եք ենթադրել։ Այսինքն սահմռկեցուցիչ։ Այո, մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք պետք է հավաքագրենք, այլ իրենք պետք է արդեն իսկ դրանք ունենային։ Իսկ դուք հարցի պատասխանը ունեք, լավ, ինչու են այսպես փորձել կոծկել եւ երեք ինչու են այդպես պաշտպանում։ Մենք որպես լրագրողներ բազմիցս ականատես ենք եղել, թե օրինակ մի կծու թթու ստատուսի համար, թե ինչպես կարող են մարդկանց փռել ասֆալտին, իսկ երեք Նույնիսկ մեզ լրագրողից պաշտպանում էին ոստիկանները մանկապիղծները։ Ծառերի փշերի միջով անցկացնում էին, միայն թե դեմքը չնկատենք։ Ժողովուրդ, դուք պատկերացնում եք մենք հիմա ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մանկապիղծների մասին, ու մենք խոսում ենք, թե ինչի այս մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն, այն պարագան, երբ մենք ունենք ընդամենը մեր գրառման համար կալանավորված սրբազան։ Հիմա սրա պատասխանը մեզ ով է տալու, հասարակությանը ով է տալու։ Ինչի են պահում այս մանկապիղծներին։ Ես չգիտեմ ինչի են պահում, բայց այն որ այս մանկապիղծները հատուկ արտոնյալ կարգավիճակներից են օգտվում, դա միանշանակ է։ Դա միանշանակ է։ Այդ մարդիկ իրանց ոտքով մարդկանց բերեցին, ընդունեցին, հրավիրեցին ոստիկանություն։ Ես բռնությանը դեմ եմ։ Ես չեմ ասում, որ մարդիկ պետք է բռնության ենթարկվեն։ Ես չեմ ասում, որ մարդկանց տենց իրանց սիրած բառերով, ասֆալտին փռելով, բայց Վազգեն Սաղաթելյանին ո՞նց էին տանում եւ Դավիթ Մինասյանին Դավիթ Մինասյան։ Մարդիկ Սայլակով եւ գնացին։ Այսինքն այդպես է, ինչ Դավիթն էլ է ժամանակ կարգավիճակ չուներ, երբ որ Դավիթը ձեռնաշղթաներով գլուխը կպցրել էին գետնին ու Դավիթին տանում էին։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա դուք ասեք, համեմատությունը լավա դուք եք բերում։ Այս մարդկանց նկատմամբ լավ մեղմ ասել, լավ վերաբերմունք կա թե չկա։ Չգիտեմ, պատճառները երևի թե իրենք մեզ պետք է ասեն։ Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի հայտարարությանը։ Ոնց կարելի է այս գործով, երբ այս գործերով նախաքննությունը գաղտնի է, դատական նիստ եթե լինում է, դա դռան փակ է, անձնական կյանքին վերաբերվող, անչափահաս երեխաների անձնական կյանքին վերաբերվող այդ տեղեկատվությունը այդ աշճանի բացահայտ տա։ Ոնց կարելի է, որ հանկարծ այս երեխեքը հանկարծ գնան ինքնասպանության փորձանեն։ Դուք պատկերացնում եք մենք ինչի դիմաց են կանգնելու։ Երեխեքը էլ փողոց է դուրս չեն գալիս, երեխեքը իրանց տներում չեն ապրում։ Երեխեքը ապրում են ցակ ու ցրիվ, ամեն մեկը միտեղ են տարել հարազատներ ապրում։
Այս երեխեքի նկատմամբ մինչև հիմա ոչ մի հատ հոգեբան է մոտեցել աշխատել։ Երեք մեզ նոր ասում են, կարող է երեխեքը ուզենան իրանց տեղավորենք ինչ որ խնամքի կենտրոնում։ Այդ ինչի մենք նոր պետքա բարձրաձայնենք, մտածենք, որ կարելի է այս ընտանիքին կամ երեխեքին տանել խնամքի կենտրոն։ Այսինքն Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի գործել։ Վեդու իհարկե չի գործել։ Վեդու համայնքապետը իր ինքը չի ղեկավարը, իր ղեկավարման տակ չեն գտնվում։ Այդ բնակիչների պատասխանատուն է բոլոր իմաստներով։ Այո, բոլոր հասարակական ինչու՞ա գործել։ Վեդու համայնքապետը լավ գրառումներ է կատարում մենակ այն բաների 18 տարեկան երեխեքի մասով, որ դոլե խուլիգանչիկը էդ էր, որ խորհուրդ եւ ասում որ վերջի զանգը երեխան անպայման անցկացնելու բանում, բերդում անցկացնելու, Մանկապղծություն ինչու չդատապարտեցին, ոչ ինքն է դատապարտել, ոչ մարզպետը, ոչ ՄԻՊ-ը։ Ինչի պետական բան էր։ Քննչական մարմինների, որտեղ կրթության վարչության պետը խոսել էր, չէ՞։ Ինքը հերքում է, հետո զանգել են ներողությունը խնդրելու, ասել էր, որ ես սխալ եմ հասկացել, իրականում մասիսում էլ եղել է այդպիսի մի դեպք, վերջնական երևի ինչ որ ակտ չի եղել, ինքը ասում է ես դա եմ հերքել, ես Վեդու դեպքը տեղյակ եմ հանգամանորեն եւ ես ընդունում եմ, այո դու ճիշտ ես ինչ ասում ես, այդ թվում անպատասխանատու լինելու առումով պաշտոնյաների։ Հիմա դուք ասենք ինչ կարգավիճակ ունեն հիմա այդ տղամարդիկ, երբ որ ասում եք բարերար, կոնկրետ ով է մտել է իրենց ընտանիք դուրս է եկել, շփում ինչպես է եղել։ բոլոր տղամարդիկ ունեն վկայի կարգավիճակ, համենայն դեպս մինչև 3 ունեին վկայի կարգավիճակ։ Այսօր եթե կարգավիճակը փոխված լիներ, բնականաբար տեղեկացված կլինեինք, ընդհանրապես նոր կարգացի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում եւ շատ կարճ ժամանակահատվածում նրանք կունենան ծանր խափանման միջոց, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ կարծում եմ, որ անմիջապես դրա մասին կտեղեկացնեին մեզ, դա հրատապ գործողությունների շարքից էր։ Հասկացեք, 3 ինչը որ տեղի ունեցավ, անմիջապես արդեն այդ որոշումները պետք է կայացված լիներ։ Այդ 3 եմ ասում, բայց այս որոշումը եթե կայացված լիներ փետրվարի 12-ին, ես էլի եմ կրկնում, մենք չէինք ունենա 17 տարեկան աղջկա դեպքը։ Փետրվարի 12-ին եթե իրանք աշխատած լինեին, երեք մենք ենք այդ հարցը բարձրացրել։ Ձեր օպերատիվ բլոկը որտեղ է։ Դուք ընդհանրապես այդ տեղեկատվությանը տիրապետում եք, թե ինչա կատարվում հիմա։ Ես վստահ եմ, որ իրանք տեղեկատվությանը չեն տիրապետում։ Ասում են բարերար։ Բարերարն էլ երեք եկավ շատ նենց հպարտ դեմքով մտավ, հետո ինչ որ հարցազրույց ա տվել նաև Սյուզիին ու Հայկին, իհարկե դեռ չեն դրել։ Հրապարակեն երեկոյան։ Չեմ լսել։ Բայց բարերարի վերաբերյալ, այդ մենք ենք առաջի օրից ասում ենք, մենք կասկածներ ունենք։ Բարերարի վերաբերյալ մի հատ դատալեքս տեղեկատվական համակարգով խփեին տեսնեին, ով է բարերարը։ Բարերարը իրանից ինչ է ներկայացնում։ Նյութապես անապահով մարդը բարերար լինի, ըստ ձեզ, թե չի կարա լինի։ Դատալեքս տեղեկատվական համակարգում այդ մարդու վերաբերյալ այսքան նյութ կա։ Մի հատ քրեական վարույթ ա եղել 15 թվականին, 16 տարեկան թե 14 տարեկան։ Չէ, հիմա ես ասեմ ձեզ այնպես ինչպես որ կա։ Իսկ ով է բարերար կարծեք իրենով Երեք 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը։ Նախը դատապարտել է, թեպետ պայմանական։ Այսինքն եք դատապարտված, Այո, բարերարը։ Մանկապարտության Բարերարի նկատմամբ կան քաղաքացիական գործեր։ 15 թվական, 23 թվական, 15 թվական, 17 թվական, Գարիկ Սարգսյանը ընդհանրապես տեղում 15 չի։ թվական, բոլորը գումարի բռնագանձման պահանջի մասին։ Քրեական քաղաքացիական վերջի գործը, որ ձեռքից տակա, լրիվ չեմ հասցրել այն։ 23 թվականին Յուքոմը 60,000 դրամ պարտքն է ուզում բարերարից։ բարերար ասենք, ուն ինքը այդ ընտանիք ինքը այդպես հա այդ կարգավիճակը։ Այդ այո, բարերարի կարգավիճակում է ներս ու դուրս արել, ընտանիքին որոշակի սնունդով օգնություն երեխեքներ են ընդունում, հարազատներն են ընդունում, գրենական պիտույքներ առել, չգիտեմ ինչա, մակարոն բան, տենց բաներ, ինչ որ նյութական օգնություններ ա բերել։ Նպատակը որն ա եղել։ Կներեք, քանի որ այստեղ առանցքային բան ասացիք, եւս մեկ անգամ ճշտենք։
դատվածություն է ունեցել 16 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողությունների։ Այո, իհարկե, բաց է թող։ որովհետև նշվել է, որ ամուսնության նպատակով է եղել։ Ամուսնացել է։ Հետագայում ամուսնացել է։ Հետագայում միգուցե եւ ամուսնացել էական չի։ Պարզվում է, բայց որ աղջիկն 14 տարեկան ա եղել այդ ժամանակ։ 14 Հոդվածն է մինչև 16 տարեկան աղջիկա նկատմամբ, բայց աղջիկը եղել է 14 տարեկան։ Հիմա գիտեմ, որ ասելու են իրավունք չունենք այս տեղեկատվությունը տալու, ելի եմ կրկնում, պատրաստ եմ այս գործով ցանկացած տեղեկատվություն տրամադրելու եւ բացահայտելու, որը օգնելու է այս ընտանիքին, այս երեխաներին փրկվելու այն վիճակից, ինչ վիճակում որ հայտնվել է, ու այս ամեն ինչը բացահայտելու եւ մինչեւ վերջ գնալու։ Ես եւ Մարտիրոսյան Լուսինեն խոսք ենք տվել եւ բնականաբար մեր խոսքի տերն ենք լինելու։ Հետամուտ ենք լինելու բոլոր մեթոդներով, օրինական, չեմ ասում, կյանքին սպառնալով կամ չգիտեմ ինչով, հաշվեհարդար չենք տեսնելու ֆիզիկական, մենք իրավապաշտպաններ ենք եւ օրենքի եւ իրավունքի մեզ տրված հնարավորությունների սահմաններում մինչեւ վերջ հասնելու ենք նրա այս գործով ներգրաված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մանկապիղծ կլինի, իրավապաշտպան կլինի, իրավունքի պահապան կլինի, քննիչ կլինի, դատախազ կլինի, ում անգործության հետևանքով այսօր մենք ունեցել ենք երկրորդ դեպքը։ 17 տարեկան աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունները։ Դա իրենց անգործության հետևանքով է եղել։ Եկեք ճիշտ հասկացա, որ աղջիկների հետ հիմա որևէ մասնագետ չի աշխատում, եկեք Բացարձակապես։ Աղջիկների հետ աշխատում ենք ես, Լուսինեն եւ ժամանակաժամանակ Սյուզին։ Կներգրավեն հոգեբաններ կներգրավեն հավանաբար հենց վաղվանից, երկուսի հետ առանձին մարդիկ, բայց դուք եք հասկանում քրեական գործը ինչ նրբություններ ունի եւ մենք մեծ կասկածներ ունենք, որ կա հովանավորչություն, ստիպված ենք նաեւ թաքցնել, թե ովքեր են այդ հոգեբանները, որտեղ նույնիսկ այդ հարցերում մենք շատ զգույշ պիտի լինենք, մենք չգիտենք, թե ով ոնց կփորձի այդ տեղեկատվությունը նաև իրենց հարմար ձևով կորզել, որտեղ երեխայի հարցաքննությունը այդ պայմաններում արդեն հուշում է, որ վտանգներ կան նաև հոգեբանների հետ աշխատանքի հարցում։ Մի ճշտով հարցա, հովանավորության հետ կապված այդ խանութ կոծկեր են նստել, այդ երկու անձն որտեղ են աշխատում, երկու անձի եւ երրորդ անձի հետ կապված, այդ վարակի հետ կապված երեխաների մասով են այդ հարցաքննության ժամանակ ընդդեմ որ Նայեք ասեմ, ուրեմն երկու այդ անձիկ, մեկը 65 տարեկան, մեկը 58 տարեկան, Արթուր Երեմյան, Դավիթ Այնազյան, նրանց տվյալները արդեն իսկ բազմաթիվ անգամներ հրապարակվել է։ 65 չեն աշխատում, 65 տարեկանը տաքսի է վարում, ով ներկայանում որպես ընտանիքի ընկեր, իբրև հոր ընկերն ա եղել եւ քանի անգամներ եկել է իրենց տուն գնացել է, ճաշել է, անգամ այդ հարցն են երեք բարձրացրել, սուրճ է խմել եւ այլն եւ այլն։ 58 տարեկանը սա Արթուր Երեմյանն է, այդ 58 տարեկանը ընտանիքի հետ որևէ առնչություն չունի, արդեն սենց պատահական հանդիպման ընթացքում ա եղել, ով եկել ներկայացել է երեխեքի մոտ, ասել է 10 տարեկան աղջկա մոտ։ Ասել այս քո պապայի ընկերն եմ, եկել եմ քեզ դպրոց տանեմ կամ դպրոցից տուն տանեմ։ Իրանցից ոչ մի բան ըստ էության չէին ներկայացնում։ Ընտանիքների անդամների հետ որոշակի կապեր կան, բայց ԿՊԱ-ական կապեր կան, նաև պետական աշխատողներ կան, բայց մենք դրանք մինչև չստուգենք, հասկանում ենք, հոշորացույցի տակ ենք։ Այդպիսի բաներ մեզ վեդեցիները շատ հանգամանորեն հետաքրքիր ուշագրավ բաներ պատմում են, բայց դրանք բոլորը ստուգման ենթակային։ Այն, որ Դավիթ Այնազյանը ակնհայտորեն հովանավորվում էր, անգամ 3 դուք եք նկատել, թե ոնց էին թաքցնում տեսախցիկներից։ Ու ինչ արտոնյալ էր, որ 1.5 ժամ ես հարցաքննությունից հետո սպասում եմ փաստաբանների հետ, համարյա թաքնվելով, պարտիզանական գործ ենք անում, որ դեմքը նկարենք նորից։ Իրենք որոշեցին անդադ ստուգել մենք այդտեղ ենք թե չէ, պահել Այնազյանին մինչև գիշերը 1:30, միայն թե 1 վայրկյան չնկարենք։ Այսինքն ավելորդ մեկը, որը քննչականի աշխատող չի, իր անելիքը ավարտված էր, իր հետ ամեն ինչ ավարտված էր, բաց չթողեցին այդ մարդուն։ Ընդ որում մեքենան մի քանի անգամ մոտենում էր, տաքացած, որ հեսա պետք է հանեն։ Այդպես էլ չանեցին։ Մի հատ այդ է ուզում անդրադառնալ, տեսեք մի հատ բան էլ ասեմ։
Բնականաբար դա է ցուցմունքից բացահայտեն, երկուսն էլ հերքում են, որ իրենք նման գործողություններ արել են։ Բայց հետաքրքիր է, որ իրանք չեն հերքում, որ երեխեքին տարել են, բերել են, բայց որպես ինչ են տարել, բերել, գերեզմանոց են տարել, հա, դպրոց են տարել, բերել, որովհետև ես ռեպորտաժ տեսա, որ դպրոցի տեսա։ Այդ ամենը ֆիքսել է, որտեղ արդեն իրենք ունեն հաստատ, իրանք միանշանակ, իրանք ունեն լավ կոմենտատորներ, այո, իրանք լավ ինֆորմացված են, թե ինչ ասեն, ինչ չասեն, որտեղ վստահ են, չէ, որ հեռախոսների ալեհավաքները, որ պահանջեն, պարզվելու է, որ իրանք հեռախոսները այդ հատվածներում աշխատելու է։ Իրանք դրա չեն հերքում։ Հերքում են միայն այն ամենը, ինչը որ երեխեքը այդ ամեն ինչը ներկայացնում են։ Ինչպես նամակագրությունը, որ ուսուցիչներն են բացատրել, եւ այդ նամակագրությունը հիմք չի, փառք չի։ Նամակագրությունը բարերարի հետ էր կապված, դրա պատասխանը դեռևս չունենք, չէ՞, քննչականի համար հաստորեն դա հիմք չէ։ Իսկ բարերարը հարցակնվել է։ Իհարկե հարցակնվել է, բարերարը շատ ավելի հետաքրքիր մանրամասներ էլ ասել, այդ մանրամասներն էլ ըստ անգամ իր իսկ հայտնածը, պետք է բավարար լիներ նրա նկատմամբ, վարույթը նախաձեռնվելու, նրան կարգավիճակ տալու եւ հետագայում նրա խափանման միջոցի հարցը լուծել կամ չլուծելու համար։ Այս չի արվել այդ ամենը։ Ձեր կարծիքով Տիկին Էլբակյան, տեսեք, շաբաթ օրը երեկոյից սկսել է բարձրաձայնվել թեման։ Եվ այդ ընթացքում եվրոպական երկրների առաջնորդներն էին Հայաստանում։ Եթե նկատել եք, պետական համակարգ, այդ թվում քննչական գործողությունները, բոլորը միաժամանակ սկսեցին արձագանքել եւ գործողություն սկսել ուղիղ ժամը 3-ից հետո, 3-ից հետո։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Փաշինյանի հետ պիտի հավանաբար հաղորդակցվեին, տեղեկացնեին մանրամասների մասին, որտեղ տեսնում ենք իրադարձությունները շատ հետաքրքիր ձևով նույնանում են։ Այսինքն ամբողջ ընթացքում պետական համակարգը չի արձագանքում, միայն մեկ նախադասությամբ հերքում են կիսատ պռատ, եւ դրանից հետո լռում են 4 օր մինչեւ Փաշինյանը կոմունիկացվում է հավանաբար իրենց հետ։ Թե սա զուգադիպություն էր։ Արդյոք մանկապիղծներին ձերբակալելն էլ կարող էր օրինակ Փաշինյանի անելիքը լիներ, կամ ասենք ԲԴԽ-ի նախագահի ֆունկցիա ստանձներ այդ մարդը։ Ինչու դատախազը, գլխավոր դատախազը կարող էր տեղյակ լինել կամ չզեկուցվել այս մասին։ Ես կարծում եմ, որ գլխավոր դատախազին չէին կարող այս մասին չզեկուցել։ Իսկ ինչ վերաբերվում է այդ կապելը 3-ից հետո կոմունիկացնելը եւ այլն, ես հիմա Հայաստանում ընդհանրապես որևէ բան չեմ բացառում։ Հակառակը, ավելի հատված է։ Այսինքն arczepiskoposից բացի նաեւ այսպիսի թեմաները կարող են համակարգվել։ Դե իհարկե, մանկապղծության դեպքը իհարկե Հայաստանում որոշակի աճ կա, ցավով եմ նշում, ես երբ որ նայում եմ ստատիստիկան էի ուզում նայեի, որոշակի աճ տեսնում եմ այս գործերով, ոչ թե շատացել են մանկապղծության դեպքերը, այլ ուղղակի հիմա բացահայտումները, մարդիկ արդեն չեն վախենում, որոշակիորեն հաղորդումները ներկայացնում են, բայց սա բացառիկ հանցատեսակ է եւ կարծում եմ, որ հենց այս հանցատեսակները պարտավոր էին զեկուցելու։ Այս ընդհանրապես վեդու քննչականի կամ վեդու դատախազության գործ չէ։ Կար զոնալ դատախազ, չգիտեմ, դատախազի տեղակալ, ո՞նց կարող այս գործերը իրանք զեկուցած չլինեն։ Դրա մասին Հովսեփ Սարգսյանը ավելի լավ կներկայացնի, քան որ նախկին դատախազության նախկին աշխատողը այսօր ինձ նկարագրում է, թե ուր պետքա գնա, ինչպես պետքա գնա, էլի գործերի զեկուցումը։ Բայց այս գործը չզեկուցելու գործը, որտեղ ոստիկանությունը ինչով էր զբաղված այդքան։ Նույնիսկ երեխաների հագուստները չէին տարել փորձառու։ Երեխաների հագուստներն էլ արգրավաշ չի։ Կներկայացնում եթե երեխան սոցիալապես անապահով ընտանիքում է, Ուրեմն կարող է բռնաբարել չփոխված չէ կամ Փաստ է։ Հիմա հենց այս փաստը ձեր բոլորի տաճկի առաջ է։ Եթե այս երեխան սոցիալապես պաշտպանված ընտանիքում լիներ եւ այլն լիներ, հիմա գիտի ես իհարկե չեմ խրախուսում, ոչ էլ ինչ-որ մեկին ուղղորդում է։ Այս ընտանիքի միակ ոնց որ սենց տերտիրականը ուժը այս երեխեքը կամ իրանց ընտանիքի անդամներ տեսնում են իրենց հորեղբոր մեջ։ Որին էլ քաշում են քրեական ընտանիք ունի, նորմալ աշխատող տղա է։ Հիմա հորեղբայրը հանցագործ դարձրեցին հորեղբորը։ Հորեղբայրը ինչի պետք է գնար այդ քայլերին։ Ընտանիքը որ պաշտպանված լիներ, ընտանիքի այս հարցը արդեն իսկ նորմալ լուծում ստացած լիներ, հորեղբայրը կարող է գնալ այդ հարցով դիմել։ Եվ մեկ հանգամանք էլ անդրադառնամ, երեք նայում եմ ձեր իսկ կողմից նկարած
Այդ Դավիթն էր ոնց որ թե ներս ա մտնում, այսպես կուրտկան գլխին հաշած։ Այսօր էլ գնում ա թույն ա խմում։ Այդ ամեն ինչը արդեն իսկ չի խոսում նրա մասին, որ ինքը այս ամեն ինչը արել է։ Հիմա ինչքան են հերքում տպիկ։ Ես ու Սյուզին շատ ենք այդ մասին խոսել։ Եթե իրենք ասեն մենք անմեղ ենք, այս ամեն ինչը մեզ զրպարտում են, իհարկե դա բացառում եմ ես, թող գան այդ օրը մենք կանգնած ենք, երեկվանից կանգնած ենք, գան կանգներ մեր դիմաց ասել դուք չեք ամանչում ինձ զրպարտում եք։ Չէ որ գողության սենց մի հատ թեթև բանի մեջ չենք էլ իրան զրպարտում։ Եթե զրպարտենք ինքը հասկանում է որ չէ իր համար սա այլևս իր կյանքի, իր ընտանիքի համար սա ինչ հետևանք ունենալու։ Գար տատիկ պահանջել մեզանից։ Ներողություն, քանի որ մի քանի օր շարունակ տեղեկատվությունը Սյուզի Բադյանի կողմից տարածվում էր, մենք տեսնում էինք կցկտուր մի քանի նախադասությամբ հերկումներ, ավելի շատ արդարացումներ ըստ էության, որ օրինակ ոստիկանները գործով զբաղվել են, քնչականը գործով զբաղվել է, հետո վերջում քիչ է մնում ասեն աղջիկները իրենք են մեղավոր, որ այդ դեպքը եղել է։ Հիմա սա ինչով է պայմանավորված, որտեղ դուք ասացիք, որ եթե օրինակ փետրվարին պատշաճ գործողություններ կատարվեն, ապա կրկնահանցագործություն չեր ունենա։ Հիմա որպեսզի հանրությունն էլ հասկանա։ Մի խեղված ընտանիք դա։ Ինչ է կատարվում։ Դուք ասացիք այդ մարդիկ էլ չգիտես եսին ով չէին այդ անձիկ։ Ոստիկանությունը ավելի շատ ինքնապաշտպանվում էր։ Տեսեք մի հատ հաղորդագրություն։ Անգործությունը կոչկելու հարց է, թե հովանավորներ ունեն այս մարդիկ։ Հարցում եմ երկուսն իրար հետ, վերջից սկսեմ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր առաջին հարցին, երբ որ դուք հնչեցրեցիք, ուրեմն ասեմ, դեպքը երբ որ այս դեպքի մասին արդեն բացահայտումները եղավ, Սյուզին այս ամեն ինչը բացահայտեց, իրենք բոլորը կաշխանդված չեն, չէ՞, այդ ամեն ինչը հավուր պատշաճի իրականացնելու։ Գոնե 5 օրվա ընթացքում իրենց 6 ամսվա բացթողումը բացթողային, բայց տեսեք, անմիջապես ոստիկանությունը մի հատ հաղորդագրություն տարածեց, որ մենք մեր գործը արել ենք, գործ ուղարկել ենք քննչական։ Արդեն իրար վրա գցելու տարբերակ է, էլի, սկսեց Եվ մի երեխու մասին։ Մի երեխու։ Եվ մի տղամարդու մասին։ Հորդորում են ապա տեղեկատվություն։ Եվ մի տղամարդու Ուրեմն մասին։ մենք էլ իրանց հորդորում ենք աշխատել ու իրանց սահմաններում գտնվեն, որովհետև ես ձեզ հենց հիմա հայտարարում եմ, ոչ ոստիկանությունն է աշխատել, ոչ քննչականն է աշխատել։ Եթե ոստիկանությունը աշխատել է ու աշխատում է, ապա իրենք չպետք է ընկնեին, ասեն տուժողը բեր ցուցմունք տա։ Տուժողը որ ցուցմունք չտա, դուք ձեր օպերատիվ բլոկն ինչի համար է։ Մեկը մեկին մի հատ անդրավարտիկ եմ ասում, անդրավարտիկ։ Վերնաշապի կա, նվիրում, ասում են ընտրակաշարքը մարդկանց տանում կալանավորում են։ 2 հոգի տարել են անընդհատ օգտագործել են 3 հատ հասուն մարդիկ, 2 հատ տարեց 65, 58, ես շատ գիտեմ քանի տարեկան մարդիկ տարել, 2 անչափահաս հիվանդ երեխեքի տարեշահագործել են, իրանց օպերատիվ բլոկը չի կարում աշխատի, եկեղեցի, գերեզմանոց, այգի, հələ մի հատ ասել։ Չեմ ասում է, տարել են Երևան քաղաքի կամ Աբարանի, որ ծայրամ ասում, որ չիմանային։ Կողքով անցնողներն էլ են այդ ամեն ինչը իմացել, ինչն են աշխատել։ Քննչական ինֆորմացիան ունեցել, չէր կարողանում հանձնարարություն տալ, օպերատիվը լավ չէր աշխատել, իր գործառույթի շրջանակներում էս ամեն ինչը պարզել։ Հələ մի հատ ասեք փետրվարից գործ։ Փետրվարից գործը այսօր կանչում են, ասում են եկեք հարցաքննության։ 3 նոր մի հատ առերեսում են անում ապրիլի վարույթով։ Այդպես լինում է, չի լինում այդպես։ Մենք բոլորը, ես 26 տարվա փաստաբան եմ 27 տարվա, ուրեմն մենք մեր վարույթներում այնքան ենք տեսել քրեական գործեր, սենց գործերը բնականաբար հաճախակի չի լինում, չեն ուզեցել անել։ Եվ այս ամեն ինչը, ասում եմ, ծնել է ոչ թե կրկնահանցագործություն, այլ ես շատ վախենում եմ, որ վաղը կարող է մենք շատ ավելի վատ վիճակի մեջ հայտնվենք։ Ընտանիքի այլ անդամ ևս դժվար լինեն։ Դրա մտավախությունն էլ ունեն։ Այդ ընտանիքի հովանավորը հորեղբայրն է, որը շատ նորմալ հեղինակություն ունեցող տղա է։ Դրա մտավախությունն էլ ես ունեմ։ Իսկ դրա մտավախությունը, քանի որ ես պահին ունեմ եւ դեռևս դրա վերաբերյալ եմ փորձում ենք համապատասխան տեղեկատվությունը հավաքել, դրա մասին էլ հաջորդիվ արդեն ելույթ կունենանք։
Կներեք մի հարց էլի տաքսիստը որ ասում եք ծնողները իրեն վճարել են որ երեխաներին տանի դպրոց բերի ինչ հանգամանքներով է ինքը Վճարելու մասին ընդհանրապես խոսք չկա։ Ասում են դե պապայի ընկերն է եղել։ Ինքը ամենօրյա բանով այսինքն չի ինքը իր գործերը թողել է երեխեքին ինչա տանի բերի դպրոց Ինքն էլ ա թողել, աղբորն էլ ա թողել։ Ինքը արտուրին ներքաշել է, որ հետո իր վրայից անի որ զգացել արդեն բալի տալնում։ Ինքը հարևանի տղամարդուն բերել ներքաշել այս գործի մեջ, որ ինքը արանքի հետո ինքը ընտանիքին պատմել է, որ սկսածելի են ինձ թվում այդ մարդիկ, զգուշ եղել, հասկացա՞ք, տենց է սկսվել այս պատմությունը։ Ուրեմն նոր հարազատները Հորեղբորդ պատմես վիզետ կկտրային։ Այդ բարերարն աս։ Հա, չէ, հորեղբորը այդ Դավիթն ասել, այն թույնը խմածը, ականջ կտրածը, առաջին երեխաներին պղծողը, երկու երեխաներին միաժամանակ պղծողը։ միաժամանակ չի։ Եվ Իր, այսինքն Նու երկուսին իրար հետ։ Երկու երեխաների մասով էլ անցնում է Դավիթը։ Մեկի մասով անցնում է բարերարը, մյուսի մասով անցնում է Արթուրը։ Դավիթը ամենասենց գերակտիվ Եվ մանկապետն է։ ամենը ոնց հասկանում Դավիթը Այլասորվածը։ ահա Եվ շատ Դավիթը այլասարված։ հիմա ինֆորմացիա ստացանք, որ երեք ինչ որ թե Լուսադեմին փորձել է ինքնասպան լինի, այդո ասեցին, որ վիճակը շատ ծանր է, տեղափոխել են Երևան։ Մի քիչ առաջ էլ տեղեկատվություն ստացանք, որ արդեն հիվանդանոցից փախել է։ Իր մոտ ոնց որ տենց սովորույթ է դարձել, այն առաջի դեպքով էլ Երևանից փախել էր։ Հիմա էլ է փախել։ Ամեն դեպքում ինձ հենց նոր նման Ընդ որում ոստիկանի ուղեկցությամբ չի լինում, չգիտես ինչու ինքը։ Բայց ինքը կարգավիճակ չունի, Ես ինքը պիտի ոստիկանի։ Դե ամեն դեպքում միջոցներ չկա, այս մարդիկ Վկա այս են, պահին կարող է ժողովուրդ չէ։ Այսինքն այս պահին կարող է երկիր լքել։ Իհարկե կարող է։ Ինչ ուզեն կանա։ Նույնիսկ ստորագրություն Մի հուշի դել կան։ Վկան ընդհանրապես կարգավիճակ, վկայի կարգավիճակը չի ենթադրում որևէ խափանման միջոց։ Ում պղծմանն են վկա եղել, չգիտենք էլի, եթե ոչ իրենք իրենց սեփական պղծման պրոցեսին։ Կարող ասել։ Արդեն չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ այս դեպքով բոլոր գործողությունները պետք է կատարվեին այն ռեժիմով, որ անհապաղ գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններ բոլորս հասկանում ենք, որ ոչ ժամ է հարցնում, ոչ օր է հարցնում, ոչ էլ հաշվերն առնում, որ երկրում կան բազմաթիվ պաշտոնատար անձիկ։ Այս անհետաձգելի քննչական գործողությունները, եթե կրկնում եմ կատարած լինի, այսօր չունենք ունենա այս իրավիճակը, մենք էլ ստիպված չենք լինի ձեր միջոցով կրկին անգամ բարձրաձայնելու այս հարցերը եւ ձեր միջոցով հանրայնացնելու եւ հետագա գործողությունների վերաբերյալ այս երեխեքի պաշտպանությունը ապահովելու Եվ համար։ մի բան էլ, եթե օրինակ Սյուզի Բադոյանը չդիմեի Սյուզի Բադոյանի եւ նա այդ տեղեկատվությունը չհրապարակեր։ Չեմ դիմել, այդ բոլ ամբողջ վեդին դրա մասին են խոսում, Անի ջան, ու ինձ շատ զարմացնում է, որ այսօր լիքը մարդիկ այդ թեմայի վրա փողեր են աշխատում։ Բլոգերություն են անում, բայց կարային իրանք հաղորդային։ Իհարկե կանսեր կգնար, իսկ ով կիմանար։ Բայց ամեն դեպքում հանդիպումները շարունակվեն։ Կկարճեին, Հետո ապրիլի 20-ից հետո երեխեքի ըստ երեխեքի մեզ հասնած տեղեկությունների ապրիլի 20 եմ ասում։ Երեխեքը էլ այս մարդկանց չեն տեսել։ Ապրիլի 20-ը միջև տես, այսինքն միջև որեղբոր վրեժի փորձը, հա։ Դե վրեժի Վրեժ եղել է 26-ին, 22-ին հաղորդում ա եղել ապրիլի 22-ին նոր գնացել արդեն դպրոցի աշխատողներից մեկը հաղորդում Եվ մի աներ։ բան էլ անդուം ստացվում է, որ հիմա այս իրավիճակում կան նաև մտահոգություններ, որ կարող է որեղբորը Այո, կալանքի տանել։ ազատության մեջ հայտնվել։ Ընդհանրապես չի բացառվում, որ իրանք հորեղբորը հատուկ նաև սադրում են բերելու իրենց դաշտ, որ գործարքի գնան։ Այսինքն դու էլ չես դատվում, մենք էլ չենք դատվում։ Ամբողջ վեդիում այս խոսակցությունը քննարկվում է։ Այո, այդ Հաշվի չառնելով, տեղեկատվությունը որ մեզ հայտնել էին, որ միջոցներ են ձեռնարկում եւ փորձում են այս ընտանիքի հետ ինչ-որ բանակցություններ անել, բանակցությունների գնան, բայց հիմա ես չգիտեմ դա որքան է հավաստի, որքան հավաստի չէ, բայց ամեն դեպքում մենք այդ տեղեկատվությունն էլ արդեն ունենք, բայց դե ինչ գործարքի մասին է խոսքը։ Եթե անգամ այս են հանցատեսակն է, որ դուժողը եթե գա ասի, էլ չեմ բողոքում, ես չեմ անում եւ այլն, սա կարճվող հանցատեսակներից չի էլի, չի կարող այս գործի վարույթը կարճվել արդեն։
Այսինքն եթե նույնիսկ հորեղբոր վրա քրեական գործ հարուցվի, եթե նույնիսկ անազատության մեջ հորեղբայրը հայտնվի, իրենք գնան օրինակ չգիտեմ հանցագործներին։ Չկա այդպես բան։ Դեռ չէ։ Ուրեմն Ռուբենն էլ Ամելիքյանն էր գրավելու հորեղբոր գործով նկատի ունեցեք։ Գիտեմ, որ դեռևս գտնվում է ոստիկանության բաժնում։ Հորեղբայրը։ Այս անգամ ինչ դեպք էր։ Այդ որ ասեցի արդեն Իսկ այդ Խաչատրյանի Չէ, վենդետայի թե չէ, վենդետայի չէ, այսօր հայոյանքի հետ կապված այդ դեպքը։ Հա, բայց ես ինչքան գիտեմ, ձեր նկատմամբ էլ ընդհանուր բարյացկամ չեն եղել, հա, բաժնում։ Չէ, ես չեմ կարող ասել, մեր նկատմամբ չեն կարող բարյացկամ չլինել, բայց որ ամեն դեպքում այն չի եղել էլի, ինչը որ մենք տեսնում ենք։ Դե բնականաբար իրանց համար մենք հակառակորդ կողմ ենք, սովորաբար տուժող կողմի ներկայացուցիչը եւ քննչական մարմինը դատախազությունը մի կողմում հանդես եկող են, բայց մեր պարագայում մի քիչ այլ է։ Հակառակն էր, հանցագործներն էին իրան գործակ։ մի ճշտող հարց է, էլի, այս պարագայում, հա, քանի որ դեպքեր եղել են, երբ ասեն այս ինչ պաշտոնյա քերացել է եւ աշխատանքից ազատվում։ Դուք հետամուտները, քանի որ ձեր խոսքում են նշեցիք, օրինակ չգիտեմ, ինչական կամ այլ կառույցի ովքեր թերացել են ու այսպիսի բանը տեղի ունեցել, ոչ թե պաշտոնից ազատվելով սահմանափակվել, այլ Պատասխանատվության ենթարկվեն։ Տեսեք, ես ամենասկզբից ասեցի, մենք այս գործով հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլորը ստանան իրենց արժանի պատիժը, կրեն այն պատասխանատվության բեռը, ինչի արդյունքում 17 տարեկան աղջկա նկատմամբ կատարվել է սարսափելի այս իրավիճակը։ Դա կլինի քննչական մարմնի անգործություն, ոստիկանության, դատախազության, բժշկի, հոգեբանի, իրավաբանի, չգիտեմ ով կլինի։ Ամեն դեպքում մենք հասնելու ենք արդյունքին։ Ես մի շատ ցավոտ հարցել տամ, սովորաբար լինում են դեպքեր, երբ նման օրինակ կամ երեխաներին առնչվող հանցագործություններ լինում, ընտանիքից որևէ մեկը ներգրավված է լինում։ Այս պարագայում այդ շղթայի մեջ ընտանիքի որևէ անդամ Չկա նման բան, չկա։ Այսինքն իսկապես մարդիկ են, ովքեր սոցիալապես խնդիրներ ունեն, աշխատանքով տարված եւ այլ տեղեկացված չեն եղել, ինչա կատարվում իրենց շուրջ, մինչեւ դպրոցից չեն ահազանգել։ Այո։ Ցավալի է, բայց դա այդպես է։ Կոմունալի աշխատող է հայրը։ Եթե ընտանիքում այդ խնդիրները չլիներ, բնականաբար ընտանիքի մեծերը կնկատեին, որ իրենց աղջիկների հետ ինչ-որ մի բան անջի, որտեղ դրանից հետո, դեպքից հետո 15 տարեկան երեխան, ընդ որում այդ 17 տարեկանի հարցաքննության ընթացքում այդ հարցը ես եմ տվել, ինչպիսին է եղել քո 15 տարեկան քույրը, ասող էր, խոսող էր, չգիտեմ, աշխուժ մարդ է, ասեց այո, աշխուժ մարդ էր, ուղղակի դեպքերից հետո ինքը էլ չի խոսում։ 15 տարեկան երեխան անընդհատ ունեցել է ինքը հիմա է խոսք ունի, ինքը վախենում է, ինքը երբ որ դու փորձում ես իր հետ խոսել, ինքը սկսում է լացելը, հետո միջև հասկանում է, որ քեզանից վտանգ չկա, սկսում է շատ դժվարությամբ, շատ դու կարող ես 4 ժամ իր հետ տարբեր բաներից խոսես, ինքը նոր մի 15 րոպե քո հետ փորձի սենց բացվել ու նկարագրի են ինչը որ եղել է ու անմիջապես էլի փարփակվի իր մեջ Ու այդ երեխու հարցակնությանը իրանք հրապարակել էին այդ երեխու հետ հարցակնություն, որը չգիտենք, ինքը ընթերցել է, համաձայնել է ի վերջում առանց այդ։ փաստաբանի է, չէ՞։ Այո, առանց փաստաբանի, այո։ ու տղամարդ քննիչ եւ իր հետ էլ առերեսում են այն մարդը ումից որ մասով որ Ֆոբիա ունի քրեական բարի նախաձեռնված լինել երկու աղջիկների մասնակցություն 17 տարեկանի մասով արդեն դատաբժշկի եզրակացություն կա, որը հետագայում կարծում եմ, որ կրկնակի հիմք կլինի, նորից կկատարվի, իսկ երկու երեխաները այո գինեկոլոգի կողմից ծնվել են։ Սարսափելի է։ Իրապես սարսափելի է այն ամենը, ինչը որ մենք մայիսի 3-ից լսում ենք ու ինչի հետ որ մենք առնչվում ենք։ Արդյոք չպիտի տղամարդիկ էլ գինեկոլոգի կողմից ծնվեն։ Գինեկոլոգի, Իրանցը դե ամեն դեպքում իրենք էլ կարող են դատաբժշկական փորձաքննության ենթարկվեն,
որտեղ դե եթե իրենք էլ ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության, հանգամանքները շատ ավելի ծանրացնող կլինեն։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։